Այսօր նայում ենք ցուլերի համար։ Նայում ենք ցուլերի համար, էլի հատուկ խնդրել է դիտորդը ցուլերի ֆինանսների համար ենք նայում։ Ինչ է կատարվում ցուլերի ֆինանսներում այսօր եւ ինչ է սպասվում մոտակա ապագայում։ Ինչ է սպասվում ցուլերի ֆինանսներում ապագայում եւ տեսենք ինչ է կատարվում հիմա։ Առաջին կարտը, որ տեսնում եմ, 3-ն է ջահերի։ Ինչ որ ուղղություն եք ընտրել, հարգելի ցուլեր։ Ընտրությունը արդեն կատարված է։ Միգուցե ինչ որ նոր որոշում եք կայացրել, քանի որ ֆինանսների համար եմ նայում, այսինքն նշանակում է ֆինանսների հետ կապված, չգիտեմ, նոր գործարք են առաջարկել, դուք ինչ որ նոր պլան ունեք կամ նոր տարբերակ եք գտել կամ ձեզ թվում է թե գտել եք գումար վաստակելու համար կամ եւս մեկ եկամտի աղբյուր։ Բայց ինչ որ որոշում դուք արդեն կայացրել եք եւ արդեն այդ ուղղությամբ եք գնում եւ դուք հավատում եք ամենայն դեպս, որ հաջող պետք է լինի։ Եվ այստեղ տեսնում եմ, ընտրություն եղել է, ձեզ ընտրության առաջ են կանգնացրել եւ դուք ընտրությունը արդեն արել եք։ Ես այստեղ տեսնում եմ նոստալգիայի կարտը։ Նոստալգիան ինչ է նշանակում։ Անցյալից ինչ որ, չգիտեմ, կամ ձեր անցյալից ինչ որ մարդիկ են եկել, ինչ որ առաջարկություններ են արել, կամ անցյալում ինչ որ աշխատում էր, արդեն չի աշխատում, դրա համար եք ընտրության առաջ կանգնել։ Շատ լավ էր, կարող եմ այսպես էլ ասել, որտեղ նոստալգիան, տեսնում եք, շատ ուրախ զվարթ կարտ է, երեխաները շատ զվարճանում են, կարող եմ ասել, որ նախկինում դուք գումարներ վաստակել եք, այս բոլորը ֆինանսների հետ եմ կապելու, այսինքն լավ գումար վաստակել եք, դժգոհ չեք եղել, խնդիր առանձնապես չեք ունեցել, բայց կարծես թե այդ տարբերակներն արդեն չեն աշխատում։ Դրա համար էլ կանգնել եք նոր ընտրության առաջ։ Լավ էր, ինչ որ անցյալում կար, տեսնենք հիմա մեզ առջևում ինչ է սպասում։ Իրականում հիասթափություններ են եղել նաև։ Միգուցե ինչ որ գործից հրաժարվել եք, դուրս եք եկել, ինչ պատճառներով, բայց իրականում սկզբում շատ դժվար է եղել, երբ որ հեռացել եք այն հին աշխատող տարբերակներից, իրականում մի տեսակ, չասեմ կոտրած տաշտակի առաջ եք եղել, բայց իրականում հիասթափություն, միգուցե նոր փորձեր եք արել, չի ստացվել։ Շատ քիչ գումար եկել է, շատ չնչին, շատ քիչ, բայց դա ձեզ չի ուրախացրել։ Բայց դուք փորձ ունեք, էլի եմ ասում, այստեղ մարդիկ չեն, ովքեր երբեք գումար չեն վաստակել նորեն, չէ, դուք ինչ որ գործարքներ ունեցել եք, ինչ որ փորձեր արել եք, ուղղակի տեսնում եք, ընդամենը 2 բաժակ է կանգնած, ավելի շատ անհաջողություններ եք ունեցել, քան հաջողություններ, բայց էլ եմ ասում, այս կարտը հիմնականում նշանակում է, որ դուք բավականին փորձ ունեք գումար վաստակելու, ուղղակի առայժմ մեծ գումարներ չեմ տեսնում։ Եթե ստացել եք վատնել եք այդ ուրիշ բան, բայց շատ քիչ ձեր ձեռքին, այսպես ասեմ, մնայուն որպես կանոն շատ քիչ գումար է մնացել։ Եթե ինչքանով ես ցուլերին ճանաչում եմ, իսկ ես մի քիչ ճանաչում եմ, մեր ընտանիքում էլ կար ցուլ, գումար գալիս էր, միլիոն էլ տաս ինքը 2 օրում կծախսի, կվատնի, բառից բուն իմաստով։ Այդ մեր ցուլն էր։ Այս տեսնում եմ արագություն։ Դրա համար ասեցի, հիշեցի, որտեվ եթե դուք էլ արգելի ցուլ եւ ցուլեր շատ արագ եք ծախսում, դուք էլ եք այդպիսին, ուրեմն գումարը գալիս է, դուք շատ արագ եք ծախսում, որովհետև ցուլերը սիրում են ճոխություն, ոչ թե հարմարավետություն, ես սիրում եմ հարմարավետություն, կոմֆորտ եմ սիրում, բայց ճոխություն, ավելորդ ճոխության համար չեմ վատնի, օրինակ ես չեմ գնա, չգիտեմ, Gucci, Versace $2000 տան պայուսակ գնեմ, բայց ես $2000 կծախսեմ կգնամ Եվրոպա 2 շաբաթ մեծագույն հաճույքով կֆրֆռամ, ինձ լավ կզգամ, դա իմ կոմֆորտն է, դա իմ հարմարավետությունն է, բայց հավատում եմ, որ ցլերը կարող են, բոլոր ցլերին իհարկե չի վերաբերում, բայց ուղղակի շատ այդպես հայտնի բան է, որ ցլերը շատ սիրում են ճոխություն, շատ սիրում են ծախսել եւ կարող եմ ասել, որ ինչպես գալիս է, այնպես գնում է եւ այո, ես տեսնում եմ ցլերը սիրում են զվարճանալ, դե կարող են այստեղ կանայք էլ նայել, տղամարդիկ էլ նայել, տեսնում եք, գայթակղությունները շատ են, հարգելի ցլեր,
Շատ, եթե կանայք շոպահոլինգ են եւ սիրում են առևտուր անել, գնել եւ հատկապես թանկարժեք իրեր, տղամարդիկ սիրում են զվարճանալ եւ ծախսել, ուտել, խմել, դրա համար ձեր մեկը երկուս չի կարող լինել եւ որպես կանոն ցլերը կանգնում են այսպիսի բալանսի վիճակում, այսինքն հազիվ եք հասցնում ծայրը ծայրին, որովհետեւ չեք կարողանում ձեր գումարները խնայել։ Ես այստեղ կանայք եմ տեսնում ճիշտն ասած։ Դուք հիմա էլ ունեք ինչ-որ տարբերակներ, ձեզ ինչ-որ տարբերակ է առաջարկվում, բայց նմանատիպ մի բան, որ արել եք եւ չի ստացվել, չի հաջողվել, նույն բաժակի 4-րդը ում է պետք։ Ինչ որ էլի ձեզ տարբերակ է առաջարկ, թե կյանքն է, չգիտեմ, առաջարկում, թե դուք եք նման փաստի առաջ կանգնած, բայց չեք ուզում դուք այդ տարբերակը։ Ես այստեղ տեսնում եմ թագուհիներ։ 3 հատ թագուհի եմ տեսնում։ Ես միգուցե կանանցով ուզել են ինչ-որ գործ անել, չգիտեմ, չեմ կարող ասել, այստեղ մի թագավոր էլ դուրս եկավ, բայց ես կին եմ շատ տեսնում։ Չեմ կարող ասել, ես կանայք ինչ կապ ունեն։ Տեսեք, եւ կանայք չեն միայն, կոնկրետ թագուհիներ, ես 3 կոնկրետ թագուհի եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ բաժակների թագուհին, տեսնում եմ այստեղ թրերի թագուհին, տեսնում եմ այստեղ ջահերի թագուհին։ Իրականում չեմ տեսնում ցլերի թագուհուն։ Ցլերին հողի նշանն է, պենտակլի թագուհին պետք է լիներ, բայց այստեղ բոլոր կանանց տեսնում եմ, բացի եթե կարող եմ ասել, որ եթե սա կին է այս ֆինանսական հարցերով հետաքրքրվում էր, նայում էր իր անձամբ իր ֆինանսական հարցերն են, ես կարող եմ ասել, այս դուք շատ տարբեր էտապներով եք անցել։ Սկզբում եղել եք շատ այսպես զուսպ, հանգիստ, գումար եք աշխատել, գումարը եկել է, գումարը ծախսվել է, բավականին շատ եկել է եւ շատ այսպես ամեն ինչ նորմալ է եղել։ Հետո մի տեսակ այսպես ագրեսիվացել եք։ Այ որ ագրեսիվացել եք, ասում եմ, կարող է միանգամից դուք սկսել եք շատ ծախսեր անել, ռիսկային գործարքների մեջ մտնել, այո, դուք միանգամից այն հեզ, համեստ, սուսիկ-փուսիկ կնոջից դարձել եք այս թրերով թագուհին։ Եվ դրանից հետո ճակատագիրը փոխվել է։ Դա ձեզ շատ բարկացրել է, դուք հիմա դարձել եք այս տաք հայրուն, այս անզուսպ, այս տեսեք, ես ասում եմ, ինչ որ տեսնում եմ։ Չեմ ուզում ոչ մեկիդ նեղացրացնել, հարգելի ցուլեր, ես փորձում եմ ինչ-որ բանով օգտակար լինեմ։ Մարդիկ պետք է իրենց թերությունների վրա սովորեն։ Մի քանի էտապ եք անցել, ես տեսնում եմ, որ այստեղ նույն մարդն է, պարզապես ճակատագիրը փոխվել է, որտեղ շատ մեծ ռիսկերի եք դիմել։ Դուք մտածել եք, որ ինչ ուզեմ կանեմ, ոնց ուզեմ կանեմ, այդպես չի եղել։ Ճակատագիրը փոխվել է եւ դուք հիմա մի տեսակ այսպես դյուրագրգիռ եք դարձել, երևի չեք վստահում, շտապում եք, ուզում եք ամեն ինչ լինի, շտապ լինի, արագ լինի, շատ լինի։ Բայց ես կարծում եմ հիմա ավելի քիչ ռիսկային կլինեք, հիմա ավելի կզգուշանաք։ Սա բավականին խորամանկ եւ շատ այսպես եսակենտրոն կին է, այսինքն այդ ճանապարհը, որ անցել եք, այդ միամիտ, շատ էմոցիոնալ կնոջից, հետո շատ ագրեսիվ, կարծես հիմա բավականին այսպես փոխվել եք եւ լավ եք արել, դրական փոփոխություն կլինի դա ձեզ։ Ես այստեղ տեսնում եմ նաեւ հաղթանակի կարտը։ Միգուցե, չգիտեմ, ձեր վախերը կհաղթահարեք, ձեր անվստահությունը, ձեր ռիսկերը, չգիտեմ, ինչ կհաղթահարեք, բայց ինչ որ այս ամենի միջով, այսպես ասեմ, հաջողությամբ դուրս կգաք, դուք չեք սննկանալու, պարզապես տարբերակները ձեզ որ առաջարկվում են, դուք չեք ուզում, դա այն չէ, ինչ որ դուք ուզում եք, տեսնում եք, իլյուզիաների ետևից չեք ընկնում, բայց փոփոխություն, լրիվ ուրիշ բան եք ուզում, ինչ որ ձեզ առաջարկում է, դա այն չի, ինչ որ դուք ուզում եք, բայց իհարկե ձեք որ համբերում եք, սպասում եք եւ կարևորը գիտեք ինչ եք ուզում, իրականում կստանաք, ես այստեղ թագավոր եմ տեսնում։ Ես չգիտեմ, եթե ձեր կյանքում կա տղամարդ, պարտադիր չի սա ձեր ամուսինը լինի։ Նաև կա ձեր կյանքում տղամարդ, ես չեմ կարող ասել, այս տղամարդը ձեզ ինչ-որ բանով կարող է օգնել, խորհուրդ տալ, սատարել, չգիտեմ, տղամարդու միջոցով է, թե ինչպես է, բայց տղամարդ էլ կա։ Լավ, տեսնենք, այս բոլորը այսօրվա վիճակն է, ճանապարհը անցել եք, եկաք, հասաք, հիմա ինչ, ապագայում, տեսնենք ապագայում ինչ է սպասվում։
Տեսնում եք, ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Մոտակա ապագայում ես չեմ կարող ասել անկեղծ ասած երբ, բայց կգա առաջարկություն կլինի։ Այս անգամ բավականին լուրջ վերաբերվեք, որովհետև դուք շանս ունեք այս 5-ից գնալու 10-ը։ 5-ը այն շատ վատ վիճակն է, ֆինանսական ճգնաժամն է, որում դուք երևի թե այսօր գտնվում եք։ Ես էլ եմ ասում, չեմ ասում սա աղքատություն է, բայց եթե դուք շատ լավ եք ապրել եւ հիմա լավ չեք ապրում, դա ձեզ համար հավասարազոր է, չէ, այսինքն ճգնաժամ է, որովհետև դուք սովորեք շատ ավելի լավին։ Բայց իրականում կա շանս, կլինի առաջարկություն, ինչ որ մեկի միջոցով կգա, դուք մենակ բայց պիտի գնաք ճանապարհը, որովհետև դուք այս ճգնաժամից դուրս գաք եւ գնաք առավելագույնին 10-ը լավագույն կարտն է պենտակլի համար, այսինքն կոպեկներն են, պենտակլն եմ տեսնում։ Եվ նոր հնարավորություններ կբացվեն։ Այս этаպը կանցնի, անպայման կանցնի։ Առաջարկությունը կլինի, կարող եք 5-ը դարձնել 10, ճգնաժամից գալ շատ մեծ հաջողություն է, этаպը կփոխվի անպայման։ Կլինի, ապագայում ուղղակի ես չեմ կարող ասել, երբ կարող է լինել սա, ես ապագան քիչ դժվար է ասելը, բայց դանդաղ է լինելու, բայց փոխվելու է իրավիճակը, ձեր ձեռքերում է, այս անգամ ճիշտ որոշում պետք է կայացնեք։ Մի քիչ համբերեք, մի քիչ սպասեք, ես տեսնեմ մի քանի կարտով, սովորական կարտերով էլ կարող եմ ինչ-որ բան ասել։ Այո, առաջարկություն կլինի անպայման։ Նոր ինչ-որ առաջարկություն կլինի։ Սա կարող է լինել իմիջիայլոց ոչ միայն գործարքի, այլև աշխատանքի առաջարկություն։ Ձեզ կարող է նոր աշխատանք առաջարկել։ Այո, կարող եմ ասել։ Մի քանի կարդ անեցի 10 դուրս, 2 տուզ դուրս եկավ։ Այո, տեսեք, սա աշխատանք է լինելու։ Աշխատանքի միջոցով կարող է ձեր ֆինանսները գալ։ Ինչպես արդեն ասեցի, առաջարկություն էի ասում, աշխատանքի առաջարկություն կարող է լինել եւ տեսեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Մարդիկ եմ տեսնում, բավականին շատ, այսպես կարող է ինչ-որ մեծ հիմնարկություն է, շատ աշխատողներ կան։ Ձեզ տղամարդուց կգա առաջարկությունը հավանաբար։ Շատ էլ ավելի շատ տղամարդիկ կլինեն այնտեղ, որտեղ աշխատելու եք։ Չեմ կարող ասել ինչ մասնագիտություն է եւ ինչ է լինելու, բայց կարող է լինել նաեւ այս տղամարդկանցից մեկը ձեզ ծանոթ։ Ծանոթը ընտանիքի անդամ, դե մեծ ընտանիքի, կարող է, չգիտեմ, ազգական լինել, ոչ թե ձեր կոնկրետ ընտանիքի անդամ, բայց ինչ որ մեկը, որ ազգակցական կապ ունի ձեզ հետ, իր ծանոթներով ձեզ համար աշխատանք կգտնեն, աշխատանքի առաջարկություն կանեն, շատ լավ աշխատանք է, շատ լավ աշխատավարձ է, շատ սիրելու եք։ Ձեր հարցերը կարող են աշխատանքով։ Եթե դուք, չգիտեմ, ձեր բիզնեսն եք ուզում անել, այս պահի դրությամբ կարտերն ինձ հուշում են, որ ձեզ երևի թե պետք է աշխատել, կոնկրետ ինչ որտեղ աշխատավարձ ստանալ։ Բիզնեսի գաղափարի համար միգուցե դեռ վաղ է։ Ես հույսով եմ, ամեն դեպքում լավ վերջացավ աշխատանք, աշխատավարձ ես տեսնում եմ մոտակա ապագայում։ Եթե լավ առաջարկություն կլինի, անպայման ընդունեք։